Բարեկամներ, հիմա ես գտնվում եմ Շիրակի մարզկենտրոն, Գյումրիի կենտրոնական Վարդանանց հրապարակում։ Ինչպես եւ խոստացել էի, այսօր ես իմ քայլն եմ անում ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի եւ ընդդեմ ՀՀԿ-ի։ Եվ այսօր ես սկսում եմ քայլարշավ Գյումրիի Վարդանանց հրապարակից դեպի Երևան, դեպի Ազատության հրապարակ։ Այս քայլարշավը տևելու է ուղիղ 14 օր։ Ապրիլի 13-ին ժամը 18:30-ին հասնելու ենք Երևանի Ազատության հրապարակ, որտեղ սկսվելու է հանրահավաք։ Սա քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի եւ հանուն քաղաքացու հաղթանակի։ Սա քայլ է ընդդեմ լճացման եւ հուսահատության եւ քայլ է հանուն նոր կյանքի։ Սա քայլ է ընդդեմ ստի եւ քայլ է հանուն արժանապատվության։ Եվ հիմա ես կանեմ առաջին քայլը եւ մինչեւ Երևան մենք մոտավորապես 300,000 քայլ կկատարենք, այդպիսով հույս ունենալով, հավատալով, վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիներ կկատարեն իրենց քայլը։ Ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ ՀՀԿ-ի Գյումրիի կենտրոնական Վարդանանց հրապարակում հնչեց 14-օրյա քայլարշավի նպատակը եւ վերջին անգամ մենք տեսանք սափրված Նիկոլ Փաշինյանին։ Դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան եւ ուրեմն գնացինք։ Մացանցային հեռարձակման մեկնաբանությունների բաժնում թեժ է։ Իշխանական համակարգը իր ֆեյքերին գործի է դրել, որպեսզի իրանք հնարավորինս շատ վատ բաներ գրեն, հուսահատություն տարածեն, մի վիճեք իրանց հետ, մի վիրավորեք, իրանք նույնպես դժբախտ մարդիկ են։ Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցն է եւ մենք այսօր տնկելու ենք զինվորի ծառը, մեր հերոս զինվորի ծառը եւ դրանից առաջ նախ մենք 1 րոպե լռությամբ կհարգենք ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի, զինվորների, սպաների, կամավորների հետախուզությունը անընդհատ զեկուցել է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, Ադրբեջանը պատրաստվում է հարձակման։ Ու այս պայմաններում տեղի է ունենում անսպասելի հարձակում։ Սա անկեղծ ասած մի փոքր տարօրինակ է, չգիտեմ, գործընկերներս կհիշեցնեն, չեմ հիշում, որ որևէ պաշտոնյա այդ ձախողման համար դատապարտված լինի։ Այստեղ ուրիշ խնդիր էլ կա։ Հիմա առաջին թնջուկը դա է եւ երկրորդը ի վերջո ակնհայտ է, որ իշխանությունները փորձում էին թաքցնել 800 հեկտար տարածքների կորուստ։ Ինչու են նրանք դա փորձում թաքցնել։ Այս ամեն ինչից հետո մեզ փորձում են շարունակաբար ներկայացնել, որ կա մի մարդ, որը մի հիանալի կերպով անվտանգությունն է երաշխավորվում Հայաստանի, դա Սերժ Սարգսյանը եւ ոչ մեկ չի կար։ Ախր Սերժ Սարգսյանը ընդհանրապես մեր անվտանգությունը մեր երկրի ոչ միայն նա շատ վատ է իրականացնում իր այդ գործառույթը։ Այսինքն, երբ որ ասում են բանակ, մենք էլ ասում ենք այդպես չի բանակաշինությունը, ասի ազգ-բանակ ասելով չի որ կա այդ կկայանա, այդ պետք է, այսինքն դե կոռուպցիան մաքրելով եւ այլ հազար մեխանիզմներ կան եւ խոսել ենք բազմիցս այդ մասին։ Վիճարկվում է ապրիլյանի հաղթանակը, ով հաղթեց ժողովուրդը, թե իշխանությունը։ Հիմա էլ ասում են դա հաղթանակ էր։ Եթե դա հաղթանակ է, դա անհատ զինվորի հաղթանակն էր, այո, ովքեր գնացին հերոսացման։ Այո, դա մեր հանրության հաղթանակներ, որ մարդիկ այդ թվում մենք ընդդիմադիր լինելով ասենք մենք պետք է գնանք զենքով մեր հայրենիքը պաշտպանենք։ Բայց Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի այս ողջ իշխող խմբի պարտությունն է։ Եթե հաղթանակը էր, ինչի են թաքցնում որ տարածք։ Թող ասեն ժողովուրդ հաղթել ենք 800 հեկտար տարածք ենք։ Եզրահանգումը մեկն է՝ բանակաշինության փոխարեն իշխանությունը ազգ-բանակ կարգախոսի տակ թալանել է հնարավորն ու անհնարը։ Այս իշխանությունը պատերազմը, Ղարաբաղի կոնֆլիկտը մշտապես շահարկել է իր քաղաքական եւ անձնական շահերի համար։ Ղարաբաղի պատերազմը օգտագործել են իրանց բիզնեսի համար եւ 9 տարի փոխանակ գնային առաջնագիծը ամրացնեին, իրանց բաներն են, տների պարիսպներն են ամրացնել, իրենց բանի ջիպերի եւ Պորշերի
ամորտիզատորներն են ամրացնել, եթե Սերմնացու գողացող մկան պես։ Քայլարշավի մեկնարկից 3 օր անց Կատնաջուրից 16 կիլոմետր կամ 18630 քայլ անց Արևաշողի մոտակայքում ավարտվում է 3-րդ օրը։ Քահանայի հանդերձանքին նմանվող անձրևապաշտպան հագուստով ու սև թեյնիկով քայլերթի 4-րդ օրը սկսվում է ճանապարհից առաջ մեջբերմամբ։ Որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում Սերժ Սարգսյան 10 ապրիլի 2014 Չեմ հավակնելու Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք առավոտյան արարողությունը արեցինք, քիչ հետո տեղի կունենա ծառատունքը եւ մենք կշարունակենք մեր ճանապարհը։ Այնուհետև տնկվում է հայրենադարձության ծառը։ Մեր ծրագրերի առանցքային դրույթներից մեկը այն է, որ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունում իրականացնենք այնպիսի քաղաքական փոփոխություններ, որ մարդկանց որ փոխենք այն իրավիճակը, երբ որ իրականությունը մարդկանց ավելի ու ավելի շատ ստիպում է հեռանալ Հայաստանից։ Երախտիկի խոսքեր Հայաստանի քաղաքացու երգի։ Քայլարշավի 7-րդ օրը մեկնարկում է Դիլիջան ազգային պարկի մոտակայքից Վիոլետովոյից։ Սկսում ենք մեր քայլարշավի 7-րդ օրը։ Այսօր մենք իրականացնում ենք ծառատունք ժողովրդավարության ծառն ենք տնկում, որովհետև մեր պատկերացրած Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է եւ ոչ թե Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ ժողովրդավարության նման ինչ-որ մի բան։ Ժողովրդավարությունը կարևոր արժեք է եւ ժողովրդի իշխանությունն է։ Եվ ուրեմն ժողովրդավարության ծառը տնկում։ Գնացի առաջին էմին հարցազրույց տալը։ Րոպեներ անց հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թվարկում է Սերժ Սարգսյանի սուտ հայտարարությունները։ 2010 թվականին էլ նա երթվել է, պաշտոնապես պարտավորություն է ստացել, որ ինքը չի հավակնելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին եւ ասել է, որ որևէ մեկը չպետք է երրորդ անգամ պետության ղեկավարի կարգավիճակին հավակնի եւ լինի այդ կարգավիճակում Հայաստանում։ Այսինքն այս հայտարարությունն է, այս ամենից հետո մենք Սերժ Սարգսյանի որևէ հայտարարություն պետքա լուրջ քննարկենք։ Ստում է Սերժ Սարգսյանը։ Ստում է, նա սովորական ստախոս է։ Հանրության մոտ տպավորություն թողնելու համար։ Չգիտեմ, ստախոսը ստում է բոլորին խաբելու համար։ Եվ ես սա ասում եմ ուղիղ եթերում, եւ ես սա պատրաստ եմ ասել Սերժ Սարգսյանին աչքերի մեջ նայելով, եւ ես պատրաստ եմ իր հետ առել այս բանավեճի ժամանակ ապացուցել, որ ինքը սովորական ստախոս է։ Հարցազրույցից Հարցազրույց է տալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Ու պետք է մենք անենք ժողովրդին։ Սա մեծ քայլ է։ Այլ Ամստերդամը որի չրա լուսնի վրա, որ ոդը դրա լուսնի վրա, ասեմ մի քայլ մարդու համար, մի մեծ քայլ մարդկության համար։ Սա մի մեծ քայլ է մարդկության համար։ Ասում ենք քայլ ենք անում մարդկության համար, ապագայի համար։ Մենք չենք եկել այստեղ ինչ որ չգիտեմ ինչեր անենք, ձև տանք, չգիտեմ։ Սասուն Միքայելյանը ինչ որ այդտեղ կարող է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ հարցերում տարակարծություն ունի կամ որևէ դաշինքի որևէ մի անդամի հետ, բայց Սասուն Միքայելյանը չի կարող այս ակցիայի տարաձայնություն ունենա։ Արարատ Միրզոյանը ցուցադրում եւ ներկայացնում է Մերժի Սերժին նախաձեռնության հետ տպագրված թռուցիկը։ Այս թռուցիկը, որտեղ գրված է, որ երբեք չեմ առաջադրվելու սա Սերժ Սարգսյան եւ հետեւում իր տեքստն է։ Այո, երբեք է եւ նա Ինչի՞ց հայ, որ համ հայտարարում է, որ սխալ է։ Ուրեմն կար մի հին հռոմեական աստվածություն Յանուս էր անունը, նա ուներ երկու դեմք, երկդիմի էր, երևի այդ մոտիվը հայտնի է, շատ գեղարվեստական դրա բանի մեջ էլ է օգտագործվել։ Դա խափեպա լինելու նշան է, եթե այսպես շատ ուղիղ եւ բարձ ասենք։ Այո, դուք դեռ հավատում եք, որ նա չի հավակնում եւ չի առաջադրվում։ Ինչեր եք ասում։ Պարոն Փաշինյանի մասին տես բաներ լավ է։ Չեմ հավակնելու։
Դաթարեցրեք եթերը, դաթարեցրեք։ Այն մարդը գնացել է Վատիկան, չգիտեմ, բան։ Եթերը չդադարեցրին, բայց փոխարենը պարզեցին, որ ուղիղ միացման դիտողներից մեկը ընդամենը 1 մետր հեռու է նստած։ Հələ տեսեք, ժողովուրդ, հետաքրքիր գիտեք որ մենք ստեղ կանգնած խոսում ենք, բայց մեր կողքին կանգնած ընկերները մտել են Facebook ուղիղ եթերով նայում են, թե մի մետր են կողմ, էլի։ Ուրեմն 21-րդ դար։ Քիչ անց Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցնում է 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությունը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Սերժ Սարգսյանս այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղին տրվի, ոնց կարատես բաներնի։ Նկատի ունեմ պարլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ Սերժ Սարգսյան, 10 ապրիլի 2014 թվական։ Ուրեմն Սերժ Սարգսյանը այս հայտարարությունը Սերժ Սարգսյանն արել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպման ժամանակ։ Հայտարարության տեսագրությունը հեռարձակվել է բոլոր հեռուստաընկերությունների եթերում նույն օրը 2014 թվականի ապրիլի 10-ին։ Տեսագրությունը այսօր էլ հասանելի է համացանցում։ Կոչ եմ անում, ժողովուրդ ջան, այս տեսագրությունը գտնել եւ ասենք քեֆերից առաջ, քեֆերից հետո միացնել հեռուստացույցով եւ լսել, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը 2014 թվականի ապրիլի 10-ին։ Արայիկ Հարությունյանն էլ օգտագործելով եթերը որպես դասախոս դիմում է իր ուսանողներին։ Եթե առաջ կարող էին բուհի ղեկավարությունը ձեզ վախեցնել, որ ձեր բացակայությունների պատճառով կզրկվեք կրեդիտներից, մի հատ լավ նվեր են արել։ Ուրեմն ներկայացան Ինձ հեռացրել են համասարանից, ընդ որ հանգիստ հեռացեք համասարանից։ Չէ, պետք չի ոչ մեկ դրա արդյունքում դուժի։ Ուրեմն 2 օր պետքա բացակայեք։ 13-ին գալիս եք միտինգի, 14-ին գալիս եք միտինգի 15-ին, դա հանգստյան օրեր են, ուրբաթ երեկո, ձեզ մնում է բացակայել եւ համապետական դասադուլ հայտարարել 2 շաբթի օրը եւ 3 շաբթի օրը։ Հավատացնում եմ ձեզ, որ մոտ արապես 12 ժամ բացակայության համար որևէ Արծրուն Ավագյան չի կարող ձեզ հեռացնել օհից։ Դա Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանն է, ով ազգային ժողովում ցավոք սրտի միանալով Սերժ Սարգսյանի վարչակազմի ստահոդ պետություն ստեղծել է, այսպես մոլուցքին, նույնպես ստեր է ասել, որի համար ներողություն չի խնդրել։ Ռեժիմի դեմ պայքարում միանալ չմիանալու հարցը երկրորդական է։ Կարևորը աշխատանքի ճիշտ բաժանումն է։ Այդ միավորումների, չգիտեմ, միացան չմիացան թեման պետք է փոխել աշխատանքի բաժանման թեմայի։ Տեսեք, Տիկին Փոստանջյանը Վանաձորում, Կապանում, չգիտեմ, Գյումրիում գործողություններ է անում, մենք ողջունում ենք բոլոր այդ գործողությունները եւ կոչ ենք անում քաղաքացիներին մասնակցել Վանաձորում, Կապանում եւ այլն Տիկին Փոստանջյանի կուսակցության կազմակերպած գործողություններին։ Թողինենք էլ կոչ անեն, որ մարդիկ մասնակցեն Երևանում Ազատության հրապարակում մեր կազմակերպած գործողություններին։ Հանուն Հայաստան պետության ճակատը թող ուրիշ սեգմենտ աշխատանքի վերցնի իր վրա եւ մենք կոչ կանենք էլի այդ նույն սկզբունքների շրջանակում, որ մարդիկ, ովքեր չեն կարող գան Ազատության հրապարակ, թող նրանք էլ այդ գործողություններին մասնակցել։ Դիլիջանի բնության Քայլարշավի 7-րդ օրը մեկնարկում է Դիլիջան ազգային պարկի մոտակայքից Վիոլետովոյից։ Սկսում ենք մեր քայլարշավի 7-րդ օրը։ Այսօր մենք իրականացնում ենք ծառատունկ ժողովրդավարության ծառն ենք տնկում, որովհետև մեր պատկերացրած Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է եւ ոչ թե Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ ժողովրդավարության նման ինչ-որ մի բան։
Ժողովրդավարությունը կարևոր արժեք է եւ ժողովրդի իշխանությունն է։ Եվ ուրեմն ժողովրդավարության ծառը տնտում։ Գնացի առաջին էմին հարցազրույց տալը։ Րոպեներ անց հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թվարկում է Սերժ Սարգսյանի սուտ հայտարարությունները։ 2010 թվականին էլ նա երթվել է, պաշտոնապես պարտավորություն է ստացել, որ ինքը չի հավակնելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին եւ ասել է, որ որևէ մեկը չպետք է երրորդ անգամ պետության ղեկավարի կարգավիճակին հավակնի եւ լինի այդ կարգավիճակում Հայաստանում։ Այսինքն այս հայտարարությունն է, այս ամենից հետո մենք Սերժ Սարգսյանի որևէ հայտարարություն պետքա լուրջ քննարկենք։ Ստում է Սերժ Սարգսյանը։ Ստում է, նա սովորական ստախոս է։ Հանրության մոտ տպավորություն թողնելու համար։ Չգիտեմ, ստախոսը ստում է բոլորին խաբելու համար։ Բոլորին խաբելու համար։ Եվ ես սա ասում եմ ուղիղ եթերում, եւ ես սա պատրաստ եմ ասել Սերժ Սարգսյանին աչքերի մեջ նայելով, եւ ես պատրաստ եմ իր հետ առերես բանավեճի ժամանակ ապացուցել, որ ինքը սովորական ստախոս է։ Հարցազրույցից քացիական պայմանագրի ջոկատի երգը։ Վահանով կամ Վահանին, Վահանով կամ Վահանին, հերոսության մեր հերթին, հերոսության մեր հերթի, մենք սպասում ենք կաներեն, մենք սպասում ենք կաներեն, մեր երկիրն է կյանքը մեր, մեր երկիրն է կյանքը մեր։ շնորհակալություն ապրենք։ Ասեմ, որ խոսքերը Նիկոլ Փաշինյանին։ Այսօր մենք իրականացնելու ենք արդարության ծառի տնկման արարողությունը։ Կարծում եմ արդարությունը ամենակարևոր զգացումներից մեկն է, որի պակասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն օրվա հետ ավելի ու ավելի սուր են զգում եւ կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, որ մեր պայքարը նաեւ հանուն արդարության պայքար է։ Արդարության ծառն են տնկում ու ճամփա ընկնում հենց արդարության հասնելու։ Թեժ լեռան մոտ ճամբարում գիշերը եւս թեժ է եղել։ Ժամը 3-ին անհայտ հյուր են ունեցել։ Մեզ այս պահին անհայտ անձը մուտք է գործել մեր ճամբարի տարածք եւ մինչ մենք վրաններից վեր կկենայինք, այդ մարդը ավտոմեքենայով արդեն հեռացել է տարածքից եւ մենք տեսել ենք, որ նա մեր ճամբարում դրել է մի տոպրակ եւ ուսումնասիրելով տոպրակը հայտնաբերել ենք նրանում 5 հատ թարմ հաց, մոտավորապես 1 կիլոգրամ խնամքով կտրտած պանիր եւ 1 շիշ կոնյակ։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնենք անհայտ քաղաքացուն։ Քայլարշավի 6-րդ օրը բարեգործական փոխանցումների թիվը հատում է 2 միլիոն դրամի շեմը, ծախսերը ավելի համեստ են։ Եթե չեմ սխալվում, հիշողությունս չի տանում 2 միլիոն 200,000 դրամ, այդքան նվիրատվություններ ենք ստացել, ներառյալ նաև մեր թիմի ներկայացուցիչների նվիրատվությունները։ Քայլերթի 8-րդ օրը ապրիլի 7-ն է, միամսյակի փակումը նշանավորում են խորհրդանշական ծառատունկով։ Տնկելու ենք գեղեցկության ծառը եւ շնորհավորում ենք մեր բոլոր աղջիկներին, Բաքվային մասնավորապես Նելիներ այստեղ մեր կանանց, քույրերին, մայրերին շնորհավորում ենք։ Շարունակում են քայլերթը եւ ամեն օրվա պես հիշեցնում, որ այն ավարտվելու է ապրիլի 13-ին Ազատության հրապարակում։ Այդ մասին հիշեցումը ոչ միայն ուղիղ եթերով է, այլև արձեռն, կանգնեցնում են բոլորին, կանգնում են քչերը։ Ավանդույթի համաձայն տնկում են հերթական ծառը։ Այս արարողությունը նվիրում ենք բոլոր այն ակտիվիստներին, ովքեր երեք բերման են ենթարկվել կամ հետապնդման են ենթարկվել ոստիկանության կողմից, երեք մեր երկու կողմնակիցներ, ովքեր իմ քայլը hashtag-ը գետնին ասֆալտի վրա ինչ էին անում, դաջում էին, ոստիկանության Արաբկիրի ոստիկանության կողմից բերման են ենթարկվել եւ 3 ժամից ազատ են արձակվել եւ այդտեղ տեղում շատ խորհրդարշական բան է տեղի ունեցել։ Ելքխմբակցության падգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանության դիմաց նույն գործողությունը արել է, այսինքն ինքը նույնպես այդ իմ քայլը hashtag-ը ասֆալտին դաջել է ներկով եւ կարծում եմ շատ խորհրդարշական քայլ է արել ու կարծում եմ, որ ընդհանրապես խաղաղ քաղաքացիական անհնազանդության
Գործընթացի արդյունքում հետևանքով, եթե որևէ մեկը բերման է ենթարկվում, ամենակարևոր պաշտպանության գործողությունը պետք է լինի ուրիշների կողմից նույն կողմից։ Այնուհետև ավանդական ծառատունկի ժամն է։ Ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը։ Փաշինյանն ու թիմակիցները կրկին հիշում են Սարգսյանի խոսքերը ու տնկում հրաժեշտի ծառը։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում ոսկի խոսքեր ունի։ Չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ Սերժ Սարգսյան 10 ապրիլի 2014 թվականին։ Հավատում ենք։ Ձերքով արեք։ Աջող սեր։ Քայլերթի 11-րդ օրը սկսվում է ուսանողի ծառը տնկելով եւ կոչով։ 10-ից հետո ենք ձեզ հրավիրում Ազատության հրապարակ, հաջորդ օրը շաբաթ, կիրակի, իսկ երկուշաբթի եւ երեքշաբթի կարելի է նույնիսկ դասադուլ անել։ Այս 8 օրը, եթե միասին ենք, եթե վճռական ենք, դառնում է հավերժություն։ Այսինքն 8 օր առանց Սերժ Սարգսյանը դառնում է օր 12-րդ եւ ընդամենը վաղը չէ մյուս օրը մենք մտնում ենք Երևան եւ մենք մտնում ենք Երևան լավատեսությամբ, մենք մտնում ենք Երևան ինքնավստահությամբ, մենք մտնում ենք Երևան Հայաստանի ճանապարհներով 200 կիլոմետր քայլելով, տասնյակ հարյուրավոր մարդկանց հետ խոսելով, տասնյակ բնակավայրերի միջով անցնելով, տասնյակ հարյուրավոր մարդկանց օրհնանքն ու քաջալերանքը լսելով եւ հազարավոր մարդկանց, տասնյակ հազարավոր մարդկանց խոստումը լսելով, որ մենք հանդիպելու ենք Ազատության հրապարակում։ Դե ուրեմն դե եկեք եղբայրներ, մենք միանանք, միասնությամբ ենք, անպարտ մենք, հայրենյաց սուրբ սիրով մենք զորանանք եւ Հայաստանը ազատենք։ Շնորհակալ ենք։ Արշավը առաջին իսկ պահից միտված է եղել մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակի եւ մենք այսօր Երևան մայրաքաղաք ենք մտնում հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակի։ Գեցե այն հաղթանակը, որ մենք իրար հետ կերտելու ենք առաջիկա օրերի եւ շաբաթվա ընթացքում։ Ծափեր Հայաստանի Քայլարշավի մասնակից կանգնեցնում, երթը մտնում է ֆակուլտետներից մեկի մասնաշենք։ Ձեզ հետ եմ խոսում։ Եկեք ժողով մեր երկի մասնակիցներ բոլորը մտնում են։ ժողովի պատգամավորը։ Պարոն Ասլանի հետ պատգամի։ Բոլորը մտնում են։ Եկեք զրուցենք։ Եկեք որ մենք այստեղ ենք ի պատասխան Երևանի պետական համալսարանի ռեկտորատի կողմից իրականացված ապօրինի գործողությունների, որով նրանք փորձում են ահաբեկել քաղաքականապես եւ քաղաքացիական առումով ակտիվ ուսանողներին։ Ժողովուրդ մի րոպե, ուրեմն մեր երկրի մասնակիցները միակ ծաղիկի ճուղ չծրվի ես երկրի ընթացքում, միակ ծաղիկի ճուղ մեկը մի թթու խոսք չասի որևէ մեկի հասցեի, միայն ժպիտ, միայն հարգանք, բայց սկզբունքային։ Ժպիտով, հարգանքով եւ սկզբունքային Փաշինյանը դադար է վերցնում հենց դեկանատի դիմաց։ Ֆակուլտետից դուրս գալուց հետո Փաշինյանը տեղեկություն է ստանում, որ ուսանողներին արգելում են դուրս գալ եւ միանալ իրեն։ Քայլերը կրկին ուղղվում են դեպի կենտրոնական մասնաշենք, որտեղ նրանց դիմավորում է բուհի անվտանգության պատասխանատուն։ Ոյեյուն, կնստեն չեմ բաց։ Ես խնդրում եմ ցած ցած, լավ։ Ոնց փոխել սպասել, մեկ հատ երկուսով։ Ո՞վ այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն աբնի ժողովի պատգամավորներն են։ Ես գիտեմ բոլորին անդամներ։ Ինչի պետքա դրսում սպասեն, սա ում համալսարան։ Ուղղակի ասեմ,
ուղղակի ասեմ, քանի որ մենք ստեղ չենք վերածում քաղաքականության, հա։ Ինչը չեք վերածում։ Ով այս համասանի խորհրդի նախագահը։ Հիմա մենք բարձրանանք դուք այդ հարցերը բոլորին տվեք։ Այո, ժողովուրդը պետք է ինձ հետ մտնեմ, ֆոյեում կսպասեմ։ Ես խնդրում եմ ուղղակի ստեղ սպասենք, մենք մտնենք իմ ուղղակի։ Ես առանց իրանց չեմ։ Բացի თუ դուրս գան այդ մարդը։ Ձեր ուսանողները թողացեն, ձեր հետ ձեր մեջ գտնողները այսօր որ Հենց հիմա զանգ ենք ստանում, ուսումը մարդը բոլոր դուրս դռները բաց ա եղել, քան որ եղել են բոլորը։ Շատ լավ, մի րոպե։ Հիմա մենք պարոն Արուստամյանի ահազանգ կա, դուք անվտանգության ծառայության ղեկավարն եք, ճիշտ է։ Եկեք հիմա իրար հետ գնում ենք ստուդիա։ Գնացեք։ Եկեք։ Այդ դուրը փակած Չէ, նայ, եթե փակել եք, եթե փակել եք մարդը դուրս չի գալի, դա օրենքի խախտում է։ Դուք օրենք եք խախտում։ Բան չունեմ ասելու։ Դե բան ոստիկանություն կանչեք, իսկ մարդ օրենք խախտում։ Բացեք, դռները, բացեք, Ընկերս ես դուք չեմ գալիս ինձ բարես։ Հաստատ Հիմա ծառայության մեջ չի ալերգիա ունեմ բարվելու։ Սա թվում հեռու բայ։ Ալերգիա ունեմ, մի բայ։ Մենք էլ մենք ոչ բայց Դե ուրեմ հեռու գնա։ Քո գործինն է երկար։ գործին այլ եմ, դուք ձեր Այլ մանդատ։ Всё։ Ալո։ Անվտանգության պատասխանատուն համաձայնվում է ներս թողնել միայն Նիկոլ Փաշինյանին, պայմանով, որ քաղաքացիները կհեռանան մուտքի մոտից։ Ես ձեզ ուղեկցեմ։ Ինչքան ներքևից։ Դուք անհարգալից վերաբերում եք։ Աշճանից երկեր։ Ինչքան, ասենք օպերայի մոտ կանգնեն լավ է։ Ես ձեզ շատ հարգանք Չէ, դուք անհարգալից վերաբերում եք։ Անհարգալից վերաբերում եք։ Պարոն Փաշինյան։ Ստում եմ բոլոր իշխան երկեր, ես ուղեկցեմ։ Ժողովրդական խնդրում եմ բոլորդ հետ։ Ներքևի չեք, աշճաներից ներքև։ Հետ։ Գալջան։ Անկի չէ, ժողովուրդ, հետ։ Բոլորը իշխան։ Ինչքան է։ Բոլորը իշխան աշճանից ներքև։ Ես ամբողջը որ մտնեմ, ես չեմ կարող։ Պատերազմ քանակով անցիկ։ Ինիկատինը քանակ։ Քանակը ամբողջ է։ Մի քանի րոպե անց մայրբուհի գլխավոր փակ դուռը բացվում է։ Մտեն! Արագացեք, հաշեր! Ջարդեցիք դուրը։ Ռուպերտ տվեք։ Հիմա դու հարցեին անհարգալից որևէ բան չի արվում։ Որևէ պատի վրա, որևէ խազ չի լինում։ Եթե, բայց, կանարա միրժի սերժի։ Հոգնակ չէ։ Ինձ հոգոց հալի կոնցեր հոգնել էի։ Հանգստացեք։ Հանգստացեք, ժողով։ Արեք, հանգստացեք։ Ես Հանգստացեք, դուք եք արեք։ Չէ, ես կանեմ։ Մի րոպե։ Եկեք բանը։ Հագի։ Տակով ոտի տակով մտեք։ Արի։ Մի րոպե։ Всё, медаль. Всё. Արեցի գնա եկա զենա։ Չէ։ Գնա զենա։ Всё, զենա։ Զենա, հանգստացեք միա։ Բան Արուստամյան։ Ես խնդրում եմ։ Ես մի րոպե։ Չի կարելի։ Մի րոպե։ Մենք թողեցինք ձեր լրագրում։ Ես մի րոպե։ Կներեք։ Ես ձեզ խոստանում եմ, Հա, որ մենք քանիսն է ժամանց 25-ը հա։
անց 31 ստեղից դուրս ենք գալ։ Հիմա մի հատ փողեցին դրագրում։ Չէ։ Լսենք, հա, լսենք մեր ղեկավարներից։ Արոն Փաշինյան։ Նա հետ կա, գրեսմին գերեզի։ Մենակ չեք, չես ուզեցանում, ինչ որ մի կետի Հանգստացեք նման։ մյուս կողմը չի ուզում լրագրողի ներկայացում։ Մյուս կողմը ով է։ Այս համասանը միայն ձերը չի, առաջերտին ձերը չի։ Այս համասանում սովորողների, աշխատողների համասարանում չի կարող ամեն ոք մտնել չենք եւ հրաժարվել։ Ամեն ոք չենք։ Ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր եմ եւ ելք խմբակցության ղեկավար։ Եթե այստեղ ամեն ոք կա, դուք եք, հա, մեծ կարգի իրավ։ Ամեն մեկ են լրագրողներ են, որոնք Մեր ղեկավարը թող։ Աշխատանքի չեք կարող խոչընդոտել։ Ինչի խոչընդոտում է։ Ինչի խախտում օրենքը։ Մինչ Փաշինյանը բանակցում է ռեկտորի հետ իր հանդիպման ժամանակ լրագրողների ներկայությունը թույլատրելու համար, անվտանգության ղեկավարը անկեղծանում է։ Եվ այս ընթացքում մեր շփման ընթացքում իմ հարգանքը Իմ զինվոր ջոկատներով գալու են։ Հենց հիմա մեր տղեկները ձեր նկատմամբ իմ հարգանքը ընդհանրում միայն ավելացել է։ Բայց որ հաշվի առնենք, որ խոչընդոտում եք մամուլի Ադրբեջանը, Զատոն դեռ պահում հաստատ։ Փաշինյանը դռների մեջտեղում, լրագրողները ճակատում, հետևում ցուցարարները, անվտանգությունը երկար չի դիմանում։ Բավականա խոնարհվեք Սերժի առաջ։ Սերժը վաղը չի լինելու, իսկ դուք մնալու եք նույն խոնարհվողը։ Հագի։ Կարելի պարոն Արուստան, մեր ընկերոջ կողերը ջարդել է, հիմա հիվանդանոց է դրում, դուք ջարդել եք, պարոն Արուստանը, մեր ինչ անում մեր ընկերոջ, խոսով կողքին ապրում, Հանգստացեք։ Կայվերտի Մխոյի կողերը ջարդել է, Հանգստացեք։ Էտև են արգում, Հանգստացեք բոլոր։ ու առաջին է դուք հանգստացեք, երբ որ դուք հանգստանեք Դավիթ, Արամ Սիմոնյանի աշխատասենյակի դռան դիմաց կոչ է հնչում։ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատագրման ժամը եկել է եւ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատագրելու ենք սերժահանրապետական ստրկությունից։ Եվ մենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում 18:30-ին լինել ազատության հրապարակում։ Եվ մենք բոլոր ուսանողներին կոչ ենք անում ժամը 18:30-ին լինել ազատության հրապարակում։ Ես կարծում եմ, այս դասը պարոն Սիմոնյանին հերիքա, պարոն Արուստամյան, պատիվ ունեմ։ Այն ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է հիմա հեռանալ եւ 19:00-ին վերադառնալ ուղիղ եթերի համար։ Հիմա իմ առաջարկը քննարկման ենթակա է ձեզ համար։ Այսինքն դուք հրաժարվում եք ուղիղ եթերից։ Ոչ, ես ժամը 7-ի եթերից չեմ հրաժարվում, բայց ինձ հիմա է եթեր։ Ինչի է ձեզ հիմա դա անհրաժեշտ։ Որովհետեւ ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղերձ հղել։ Դուք կարող եք դա անել 1 ժամ հետո։ Ոչ, ես հիմա պետք է դա։ Ինչի հենց հիմա։ Որովհետեւ խնդիր կա հենց այս ժամը։ Այո, որևէ խնդիր կա։ Ինչ խնդիր կա։ Ես այդ խնդիրը չեմ պատրաստվում ձեզ բացատրեմ։ Այդ խնդիրն այն է, որ մենք այստեղ ենք եւ պետք է ուղիղ եթեր մտնենք։ Հիմա ես ձեզ առաջարկում եմ բոլորին։ Խնդիր չունենք ուղիղ եթերի։ Դուք կստանաք ուղիղ եթերի հնարավորություն, ստեղ կնստի հաղորդավար, դուք կասեք ինչ որ անհրաժեշտ եք համարում, այս բaragայում որևէ խնդիր չի կարող։ Ոչ, հաղորդավար չի նստելու, ես մենակ եմ նստել։ Ինչ իմաստ ունի։ Արգելիս Ունեք արտահայտվելու բազմաթիվ հնարավորություններ։ Եկեք այսպես ասենք, ես մեր խնդրանքը ձևակերպեցի։ Խնդրում եմ մեզ ձեր հանդիպակաց խնդրանքը մեզ համար ընդունելի չէ։ Ես կարամ ես խնդրեմ միասին քննարկենք։ Միգուցե մարդիկ կողմ են, ձեր հետևորդները։ Միգուցե մարդիկ կողմ են, որ դուք ունենաք ուղիղ եթերի հնարավորություն ժամը 7-ին։ Խնդրում եմ, եկեք արհեստական բաներ չենք։ Չէ, հակառակը որևէ արհեստականություն չեմ տեսնում։
Հանրային ռադիոյի շենքում Փաշինյանին նաև անակնկալ էր սպասվում։ Մենք երբ պարզում ենք, որ նրանք այս ճյուղի վրա են, նրանք հասցնում են թռնել, նստել մեկ ուրիշ ճյուղի վրա։ Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հանդարտ է անցել։ Փոխարենը ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվում է մի տեսանյութ, ըստ որի գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր պատրաստել քրեական գործ հարուցելու նպատակով։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են հանրային ռադիոյի շենքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները։ Դրանց զննությամբ պարզվել է, որ խաղաղ հավաքի իրավունքը ոմանց համար նշանակում է պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ օպերացիա։ Մասնավորապես տեսանյութում հստակ երևում է, որ նշված շինության զավթմանը նախորդում է օբյեկտի նախնական հետախուզումը, պայմանական նշաններով միմյանց հետ հաղորդակցվելը, այնուհետև խմբակային ներխուժումը պահպանվող օբյեկտ։ Այսպես կոչված խաղաղ հավաքի մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը, նյութական վնաս պատճառելով ընկերությանը։ Իդեպ ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով։ Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Նյութերի նախապատրաստման փուլում ծանոթություններ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց ոստիկանություն ներկայանալու եւ բացատրություններ տալու նպատակով։ Ես չեմ կարծում, որ նրանք մոտ որևէ մարդկային վիրավորվածություն կամ նստված մնացել է, իսկ մնացած ծառայական հարցեր են, հայտարարություններ են, քրեական գործեր են, հետաքննություն է, նախաքննություն է, դատաքննություն է, այդ ամեն ինչով մեզ չեն վախեցնի։ Դուք նաև նշել եք, որ փոխհատուցեք գույքի վնասը անելու եք։ Գույքի վնաս, այո, իհարկե, այո։ Ռադիոյի դուռը դա կկոչվի Մերժիր Սերժին դուռ։ Գործ ենք ունենալու միայն եզրափակիչ գործողության։ Ինչու է ոստիկանությունը պասիվ, գուցե տեղի ունեցողը պայմանավորված է եւ բեմադրված։ Ավելի խորը մեկնաբանություններ կան, որ սա չգիտեմ ինչ է, պայմանավորված է, թատրոն է, կինո է, օպերա, եւ դա որոշակի դրա նեգատիվ հետևանքներ կարող է ունենալ, բայց մենք այդտեղ նաեւ հնարավորություն ենք տեսնում, որովհետեւ դա որոշակի տարածք է տալիս գործելու համար։ Եվ մենք վաղվա մեր գործողությունն առաջարկով, այսօրվա մեր առաջարկով, որը կանենք 6:30, այդտեղ մարդը խնդիր չունի ինքը մտածելու սա կինոյա, թե թատրոնա, թե իրական քաղաքական process է։ Ինքը այդ հարցը ինքը իրան է տալիս, ինքը կինոդերասանա, օպերային երգիչ է, թե քաղաքացի է։ Այսինքն մեզ հետ կապված չի դա։ Հիմա եթե ինքը իր գործողություններով արեց եւ գեներացրեց այն վերջնական եզրափակիչ մասը, որի մասին մենք ենթադրում ենք, արդեն դրա պատասխանատվությունը նորից վերադառնում է մեզ։ Եվս մեկ անդրադարձ ոստիկանության հայտարարությանը, ռադիոտուն մտնելու հետ կապված։ Ինձ դատախազությունը չի հետաքրքրում։ Ինձ ոստիկանությունը չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Որտեւ եթե կա Հայաստանի Հանրապետության քաղաքացու աջակցությունը, դատախազությունն ու ոստիկանությունը անզոր են։ Եթե չկա Հայաստանի Հանրապետության քաղաքացու աջակցություն, անկեղծ ասած ինձ համար տարբերություն չկա, ես ազգային ժողովում եմ, թե բանտում։ Ես երկու տեղերն ինձ լիարժեք եւ լավ եմ զգում։ Այնպես որ որևէ մեկը այդ թեմայով թող չանհանգստանա։ Լրատվական բլոկադայի մասին Փաշինյանը փաստում է նախորդ օրը տեղի ունեցած բացառիկ իրադարձությունը, որին խնդրում է ուշադրություն դարձնել։ Հայաստանի հանրային ռադիոն գոյության 90 տարիների ընթացքում ոչ մի րոպե չի անջատվել։ Սա առաջին դեպքն է եղել, որ ռադիոյի ողջ պատմության ընթացքում առաջին դեպքն է եղել, երբ որ հանրային ռադիոն անջատվել է։ Այսինքն հիմնադրման օրից 90 տարի ռադիոյի եթերը ոչ մի րոպեով չի ընդհատվել, բայց մեր պարագայում, ես չգիտեմ էլ ինչքան է ընդհատվել, ինչ որ ժամանակով ընդհատվել է։ Օրինական են արդյոք Փաշինյանի եւ իր թիմակիցների գործողությունները, օրինակ դուռ կոտրելը։ Հերիք Հայաստանում
վկայակոչեն օրենքը։ Որտեղ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ օրենքներ հիմնված չեն իրավունքի վրա։ Որտեղ ասենք օրինակ Հայաստանի Հանրապետությունում խորհրդանական մեծամասնությունը կարող է ընդունել օրենք, որ քաղաքացին իրավունք չունի շնչելու եւ արտաշնչելու։ Հիմա կասեք ո՞նց կարա տենց բան լինի։ Ես հարց եմ տալիս, ո՞նց է պատահում այնպիսի բան։ Եղբայրս դրոշը ո՞նց է պատահում այնպիսի բան, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի մասին օրենք ընդունվում է այնպես, որ նախագահի ընտրությունների արդյունքները հնարավոր չի վիճարկել։ Ո՞նց է լինում տենց բան։ Դա նույնը չի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր կասկածներ ունեն ընտրություններ Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հանդարտ է անցել։ Փոխարենը ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվում է մի տեսանյութ, ըստ որի գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր պատրաստել քրեական գործ հարուցելու նպատակով։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են հանրային ռադիոյի շենքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները։ Դրանց զննությամբ պարզվել է, որ խաղաղ հավաքի իրավունքը ոմանց համար նշանակում է պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ օպերացիա։ Մասնավորապես տեսանյութում հստակ երևում է, որ նշված շինության զավթմանը նախորդում է օբյեկտի նախնական հետախուզումը, պայմանական նշաններով միմյանց հետ հաղորդակցվելը, այնուհետև խմբակային ներխուժումը պահպանվող օբյեկտ։ Այսպես կոչված խաղաղ հավաքի մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը, նյութական վնաս պատճառելով ընկերությանը։ Իդեպ ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով։ Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Նյութերի նախապատրաստման փուլում ծանոթություններ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց ոստիկանություն ներկայանալու եւ բացատրություններ տալու նպատակով։ Ես չեմ կարծում, որ նրանց մոտ որևէ մարդկային վիրավորվածություն կամ նստվածք մնացել է, իսկ մնացած ծառայական հարցեր են, հայտարարություններ են, քրեական գործեր են, հետաքննություն է, նախաքննություն է, դատաքննություն է, այդ ամեն ինչով մեզ չեն վախեցնի։ Դուք նաև նշել եք, որ փոխհատուցեք գույքի վնասը անելու եք։ Գույքի վնաս, այո, իհարկե, այո։ Ռադիոյի դուռը դա կկոչվի Մերժիր Սերժին դուռ։ Գործընկերներ, ես հայտարարություն եմ ուզում անել եւ այդ հարցազրույց չեմ տալու, որտեղ շտաբն է։ Այսօր մենք որոշում ենք ասել եւ ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ ազգային ժողովից հետ վերցվի։ Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք եւ լուծում գտնենք։ Վաղվա օրը չափազանց կարևոր է եւ ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք եւ սթափություն, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք հայերս անկախ նայած թե ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն կա, չլուծված հարցեր կան, կարող ենք նստել եւ տրամաբանական լուծում։ Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում Մերժիր Սերժին կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքն անտրտում իրականացնողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գանվածներին եւ օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին, որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա, դա իմը չէ, ես թողնում եմ երկրի ղեկավարի Հայաստանի վարչապետի պաշտոնը, փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը, խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին, շնորհակալ եմ։ Փողոցներում սկսվում է իսկական տոնախմբություն, մարդիկ տոնում են Թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակը։
Հանրապետության հրապարակի հարթակից Փաշինյանը ամրագրում է հեղափոխության հաղթանակը եւ ուրվագծում անելիքները։ Եթե Սերժ Սարգսյանը եւ Հանրապետականը հույս ունեն, թե այս ամենի արդյունքում ստեղծելու է մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել։ Ես հորդորում եմ բոլորին րոպե առաջ մոռանալ այդ միտքը։ Ժողովուրդը հաղթել է եւ ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվիրապահորեն առանց նախապայմանների։ Հեղափոխությունը թավշյա էր, բաց ձեռքերով ոչ բռնի, նոր Հայաստանն էլ լինելու է առանց ատելության, առանց վրեժխնդրության։ Ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում եւ մտածում են, թե սկսելու է վրեժխնդրություն եւ վենդետա։ Ճամպրուկներն են հավաքում երկրից դուրս գնալու, կապիտալը Հայաստանից հանելու համար։ Հարգելիներս, մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու։ Այնինչ տեղի ունեցավ 24 օրվա ընթացքում Հայաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունի։